Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» սերիալի նկարահանումները շարունակվում են և առաջիկա սերիաները խոստանում են ավելի լարված ու դրամատիկ լինել։ Ռեբեկան հայտնվել է կյանքի ամենածանր կետում, ճշմարտությունը նրան խեղդում է, բայց այն բարձրաձայնելն էլ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, նա որոշում է ամեն ինչ պատմել մորը Նարինեին։ Սակայն նրա համար անսպասելի էր, որ Նարինեն արդեն ամեն ինչ գիտեր, բայց ընտրել էր լռությունը։ Հարցն այստեղ միայն Նարինեի վախերը չեն, նա հասկանում է, որ եթե ճշմարտությունը բացահայտվի, կարող են իր երեխաները տուժվել։ Արդյոք Նարինեն ճիշտ է վարվում, թե նրա լռությունը միայն ավելի կարող է խորացնել խնդիրը։ Մայրը նրան հույս չի տալիս, ընկերները նրա կողքին չեն, իսկ Սարոյանի ընտանիքն առհասարակ ընկել է անվստահության ճահճի մեջ։ Ռեբեկան այլևս չի կարող այս ամենը պահել իր մեջ, նա գրում է նամակ, բացահայտելով ողջ ճշմարտությունը։ Սոցիալական ցանցերում հրապարակված նոր կադրերից պարզ է դառնում, որ Ռեբեկան հայտնվել է աննախադեպ իրավիճակում։ Աթոռին կապկպված Ռեբեկան լարված ու վախեցած տեսք կունենա հավանաբար։ Իհարկե այդ տեսանյութում նա կատակում է, ժպտում, ծիծաղում, բայց բնականաբար հեռուստասերիալում հեռուստադիտողները լրիվ այլ տեսարան են տեսնելու։ Դրանից հետո հայտնվում է տեսանյութ, որտեղ Ռեբեկան վնասված ձեռքերով է, որոնք վկայում են, որ նա կամ փորձել է փախչել, կամ էլ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել։ Նամակը, որին հնարավոր է նա չի հասցնի հասցեատիրոջը փոխանցել կամ ինչ-որ մեկը կգտնի Ռեբեկայի սենյակում։ Հարցն այս պահին տանջում է հեռուստադիտողներին, ով է, որ այս ամենը կազմակերպել է։ Շատերը կարծում են, որ այս ամենի հետևում կարող է կանգնած լինել հենց Գարիկը, քանի որ նա չի կարող թույլ տալ, որ իր որդու կյանքը վտանգեն, իսկ այսպիսով վրեժ է լուծում Միսակից։ Սակայն Գարիկը քիչ հավանական է, ավելի հավանական է, որ այս ամենի հետևում կանգնած է Դիանան, որպեսզի չբացահայտվի իր ճշմարտությունը։ Ինչ է սպասվում առաջիկա սերիաներում։ Արդյոք նամակը կհասնի այն հասցեատիրոջը, ում գրել է Ռեբեկան։ Արդյոք կփրկվի Ռեբեկան և այս պատմությունն ինչպիսի ավարտ կունենա։ Ռեբեկան հաստատ փրկվելու է և Ռեբեկայի կողքին հայտնվելու է նոր կերպար։ Նարինեի որոշումից շատ բան է կախված, կշարունակի նա լռել, թե վերջապես կպայքարի իր երեխաների համար։ Այս զարգացումները ապացուցում են, որ ծովաչքերի պատճառով շարունակում է պահել լարվածությունը, թե ինչ կպատահի Ռեբեկայի հետ դեռևս անհայտ է, բայց ակնհայտ է, որ սա ամենաբարդ փուլն է նրա կյանքի համար։ Իսկ դուք ինչ եք կարծում, ով է կանգնած այս ամենի հետևում և արդյոք Ռեբեկան կփրկվի, թե արդեն ուշ է։ Գրեք նաև, թե ինչ եք կարծում, որ դերասանն է միանալու հեռուստասերիալի դերասանական կազմին և արդյոք դրական, թե բացասական կերպար է մարմնավորելու։ Հայտնվող երիտասարդը հավանաբար Ռեբեկայի կողքին է հայտնվելու և Ռեբեկային դուրս է բերելու այս ծանր վիճակից։ Իսկ մինչ կբացահայտվեն այս ու այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Սարոյանը կրկին կրկնում է իր այն սխալը, որը կրկնեց Վահիի ժամանակ։ Իհարկե Ռեբեկան, ինչպես ինքն է նշում, այնքան էլ չի համակրում Արմանին, սակայն արդարությունը պետք է հաղթի։ Ռեբեկան շատ լավ գիտի, որ այս ամենի հետևում կանգնած է իր հայրը և Արմանը ոչ մի մեղք չունի։ Ռեբեկան տեսնում է նաև քրոջ տանջանքները և փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը։ Սակայն ճշմարտությունը բացահայտելն այնքան էլ հեշտ չի լինի Ռեբեկայի համար, քանի որ այս ամենում Դիանայի մատը խառն է։ Ռեբեկան փորձում է պապին համոզել ու հասկացնել, թե ով կարող է կանգնած լինել փողերի անհետացման գործում, սակայն պապը բնականաբար երկմտանքի մեջ է։ Չնայած Սարոյանը շատ լավ հասկանում է, որ Ռեբեկան ամեն ինչ գիտի, սակայն Ռեբեկան անուներ չի տալիս։ Ինչ է սա նշանակում և արդյոք Սարոյանը շատ շուտով կպարզի ողջ ճշմարտությունը, ցույց կտա ժամանակը։ Բարի օր։ Ինքան լավ եղանակա չեմ կարողանում տանը մնալ, պապիի տանը էլի։
Իմ տեսարանը չի փախել եկել եմ դուրս։ Արի։ Չեմ կարող սպասի։ Ուր։ Հողաթափիկներով։ Իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Եկել եմ ինձ սիրի գնամ։ Բայց լավն է։ Բարի օր բոլորին։ Վերջապես ինձ մոտ ստացվում է ավելի շուտ քնել եւ ավելի վաղ արթնանալ։ Ես այսպես ուզում եմ ինձ համար ռեժիմ սահմանել, ինչը շատ կարեւոր է, դա էլ հնարավոր չէ առանց անհարմարությունների։ Այսինքն մի փոքր քեզ պետք է նեղություն տաս, որ դա կարողանաս իրականացնել։ Եվ այսպես արթնացել եմ 8:30, հասցրել եմ գնալ զումբայի պարապմունքի։ Ես հասկացել եմ, ինձ գրավում է ոչ թե հենց բուն բարը, այլ այն խելահեղ էմոցիաները, որ այնտեղ ստանում եմ, ժողովուրդ դուք չեք պատկերացնի այդ պարապմունքի ժամանակ ինչա կատարվում։ Ես չեմ կարող նկարագրել բառերով։ Կեսից ավելանում է բաչատան, արաբականը, հնդկականը, բայց այդ ամեն ինչը ինչ որ ուրիշ ակտիվության մեջ եւ ուրիշ էմոցիաներով, միմիկաներով, ձայներով, չգիտեմ, ովքեր մասնակցել են կհասկանան։ Մի խոսքով այսօրվա տրամադրությունս ապահով